Սիրելի երևանցիներ, այս պահին Պարոնյան փողոցում եմ գտնվում։ Այստեղ տեղի է ունեցել շինարարական աշխատանք։ Այս աշխատանքները ճիշտ է կատարվել են նախագծից ուշացումով, պետք է ավելի շուտ ավարտվեին, բայց չէին կատարել։ Հիմա տեսեք ինչ եմ ներկայացնում ձեզ։ Վերջերս ավականու որոշմամբ ընդունվել է մի նախագիծ, որով պետք է ճանապարհը Երևան քաղաքում, ճանապարհի այն հատվածները կլինի Veolan HEC եւ թե այլ ընկերություն, եթե ճանապարհը կքանդի ինչ-որ աշխատանքների բերումով, պետք է կառուցի ամբողջությամբ կտրտվածքով, այսինքն մեկ գծով ուղղությունով պետք է կտրվի։ Դրանից զատ պետք է տրամբովկա արվի ճակերտների մեջ։ Հիմա ցույց եմ տալիս, թե ավականու որոշումը ինչպես է խախտվել այս շինարարի կողմից։ Ավականու վերջին որոշումը չի կատարվել, ինչպես ես ելույթում Կամո Արեյանին, պարոն Կամո Արեյանին ասում էի, որ արդյոք հնարավոր է, որ կիլոմետրերով այդ ճանապարհը քանդված լինի եւ 10 սանտիմետր թեքության համար այդ շինարարը պետք է ամբողջ այդ կիլոմետրերով քանդի, որ ուղիղ գծով կտրվի։ Տեսեք, հիմա մանրամասն ավելի բացատրեմ։ Այստեղ քանդման աշխատանքներ է տեղի ունեցել։ Տեսեք։ Այստեղ տեսեք, պետք է ամբողջությամբ կտրված լիներ։ 10 սանտիմետր նույնիսկ եթե լիներ դուրս, որը ցույց եմ տալիս հիմա, ինքը ամբողջ երկայնքով պետք է հարթ կտրված լիներ, որը ավականու որոշումն էր, բայց այստեղ տեսնում ենք 10 սանտիմետր, կես մետր, 1 մետր տարբերություն է տալիս, այսինքն ամբողջ ասֆալտը իր երկայնքով պետք է հավասարաչափ կտրտված լիներ, նույնիսկ եթե մի փոքր, օրինակ այսպես, տեսեք, մոտ 10 սանտիմետր հեռավորություն ունի, այդ 10 սանտիմետր հեռավորությունը պետք է լայնացվեր ասֆալտը եւ ամբողջությամբ կտրվեր եւ ասֆալտապատում արվեր, չպետք է զիգզագաձև ասֆալտապատում տեղի ունենար։ Ճիշտ է, ավականու նիստերը ուշուշ են տեղի ունենում, այս մեկը սեպտեմբերին է տեղի ունենալու, բայց գործակարգավարական նիստեր տեղի էին ունենում եւ Տիգրան Ավինյանը պարտավոր է այս հարցին անդրադառնա եւ պատասխանատվության ենթարկի այս շինարարի, նույնը է այստեղ, տեսեք, ամբողջությամբ զիգզագաձև ասֆալտապատում է արվում, այսինքն այն քանդվածքը, որ ուղիղ գծով կտրվում էր, ուղիղ գծով ասֆալտապատում չի կատարվել այստեղ, ուղիղ գիծ չկա, ամբողջությամբ նոր ասֆալտը քանդում են եւ ավելի են փչացնում մեր Երևանի ասֆալտը, մի փողոցում մի տեղ, երկու տեղ, երեք տեղ քանդում են, դրանից հետո ասում են, դե ժողովուրդ ջան, որ սկսում է ժողովուրդը մի քիչ ավելի շատ ողոքել ասֆալտից, որ այդ ճանապարհը վատ վիճակի է, որը իրենք են հիմնականում ստեղծել այս քանդման աշխատանքներով, միտեղ ջուր, միտեղ գազ, միտեղ այլ աշխատանքներ կատարելուց, թե ասում են եկեք հիմնանորոգում կատարենք, միլիոնավոր, միլիարդավոր դրամների ծախսեր դուրս գրել։ Օպտիմալ կառավարում չէ դա միտումնավոր ծախսերի դուրս գրում է, հետևաբար այդ ասֆալտապատող ընկերություններից էլ կասկած կա, որ հետերը համագործակցում են, այսպես ձեռք-ձեռքի են տալիս եւ իրենց գործը պետական բյուջեի հաշվին ժողովրդին էլ հրամցնում են, թե գործ են անում։ Նույնը Պռոշյան փողոցում է եղել, հիմա Պարոնյան փողոցում եմ գտնվում, ցույց տվեցի։ Ամբողջությամբ փնթի աշխատանք է կատարում Երևանի քաղաքապետարանը, իր վերահսկողությունը լրիվ բարձի թողի վիճակում է։